Ողջույն սիրելիներս, այսօր համեղ ուտեստներ չենք պատրաստում, բայց փոխարենը օգտակար խորհուրդների շարքից է։ Ելակը գնել եմ եւ պետք է լվանանք։ Ցանկացած միրգ եւ բանջարեղեն պետք է նախապես շատ լավ լվանալ եւ ես միշտ լվանում եմ այս տարբերակով, նաեւ ուզում եմ կիսվել ձեր հետ, թե ինչպես լավ լվանալ միրգն ու բանջարեղենը։ Այսօր ուղղակի հենց ելակի տարբերակն եմ ցույց տալիս։ Հիմա տարայի մեջ լցնում ենք ջուր, կեսից մի փոքր ավելացնում ենք 1 ճաշի գթալ աղ եւ նաեւ ավելացնում ենք 1 ճաշի գթալ սոդա։ Աղով եւ սոդայով լվանալը հեռացնում է թաքնված միջատների թրթուրները, մակերեսային թունաքիմիկատների մնացորդները եւ կեղտը, իսկ աղի միջոցով դուրս է քաշվում մանր միջատները, մինչդեռ սոդան գործում է որպես մեղմ ալկալային միացություն, որը օգնում է քայքայել քիմիական մնացորդները ելակի նուրբ մաշկի վրայից։ Ահա այսպես մի լավ խառնելուց հետո թողնելու ենք մնա 5-ից 10 րոպե։ Երկար չենք պահում, այդքանն էլ բավական է, որպեսզի լավ լվացվի։ Հիմա կտեղափոխենք ցանցի վրա, բոլորը հանում ենք եւ տեղափոխում, եւ հիմա տեսնում եք ինչքան է ջուրը աղտոտված, հիմա ավելի մոտիկից ցույց կտամ, թե ինչքան աղտոտված է, ուղղակի միայն ջրով լվանալու դեպքում, ահա այսպես չի լինում, բայց այս կերպով, քանի որ աղն ու սոդան միասին խառնել ենք եւ մի փոքր թողել մնա ելակները, շատ լավ տարբերակով մաքրվում է։ Հիմա կտանեմ եւ հոսող ջրի տակ եւս կլվանամ եւ արդեն իսկ պատրաստ կլինի վայելելու։ Ահա սիրելիներս, մեր մաքուր լվացած ելակները, դուք էլ անպայման լվացեք այս տարբերակով միրգն ու բանջարեղենը եւ հանգիստ կարող եք վայելել։ Սիրելիներս, եթե հավանեցիք տեսանյութը, խնդրում եմ մի մոռացեք սեղմել լայք եւ բաժանորդագրվել ալիքին, նաեւ սեղմեք զանգակոճակին, որպեսզի ստանաք ծանոցում իմ նոր տեսանյութերի։ Սնվեք առողջ, եղեք առողջ սիրելիներս եւ նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր դիտումների համար եւ նաեւ մեկնաբանությունների համար։ Ցտեսություն, կհանդիպենք նոր ու համեղ բաղադրատոմսերով կամ օգտակար խորհուրդներով։